Ներքին Սասնաշենի միջնակարգը գոյության 3-րդ շրջանն է թևակողում։ Մոտ կես դար ապրած շենքը դեռ մասնակի կանգուն է, շուտով սա էլ ամբողջությամբ կապամոնտաժվի, պատմությունը կշարունակվի նորակառույցում։ Իրականացել են սեյսմիկ հետազոտություն նախկին դպրոցում եւ մասնագետները եկել են այն եզրանկման, որ ավելի նպատակահարմար է քանդել նոր դպրոց կառուցել։ Շինաշխատանքները բուռն ընթացքում են, 3-րդ մասնաշենքի վերջին հարկի բետոնապատումն են իրականացնում, զուգահեռ կառուցում արտաքին պատերը։ Շինարարությունը սկսել են 2024-ի աշնանը, գործի մոտ 40%-ն արել են։ Տիպային դպրոց են կառուցում մոտ 280 աշակերտի համար։ Ներքին Սասնաշենի դպրոցում են սովորում նաև հարևան 2 գյուղերի երեխաները։ Նախատեսում են, որ 4 մասնաշենքն էլ կունենա ժամանակակից դպրոցներին հատուկ բոլոր պայմանները։ Ունենալու ենք 4 մասնաշենքից բաղկացած դպրոց։ Առաջին մասնաշենքում կտեղորվի տարրական դպրոցը, երկրորդ մասնաշենքը վարչական ապարատը, լաբորատորիաներ կտեղակայվեն, հանդիսությունների դահլիճը վերջին հարկում, երրորդ մասնաշենքում կտեղորվի հիմնական եւ ավագ դպրոցը, մյուս մասնաշենքը մարզադահլիճն է, արևային կայանով հիմնականում միացված է լինելու օդափոխության համակարգերը, հզոր օդափոխության համակարգերը նախատեսված դպրոցին։ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ այսպիսի տիպային դպրոցներ են կառուցվում տարբեր մարզերում։ Այս պահին շինարարության տարբեր փուլերում գտնվող 19 դպրոց կա, շուտով կմեկնարկեն նորերի կառուցման մրցույթները։ Այս պահի դրությամբ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ շահագործման են հանձնվել 16 դպրոցներ, 15 մարզադահլիճներ կառուցվել են եւ հանձնվել են շահագործման, 11 մարզադահլիճներ վերակառուցվել են եւ հանձնվել են շահագործման, 15 մանկապարտեզներ են կառուցվել։ Պլանավորումը այնպես ենք իրականացնում, որ օգոստոսին հնարավորինս շատ դպրոցներ ավարտենք, հանձնենք շահագործման, որպեսզի երեխաները կարողանան սեպտեմբերի 1-ին այցելել նոր դպրոցներ։ Գնումների կազմակերպումից մինչև նախագծում, փորձաքննություն, շինարարության մեկնարկ ու ավարտական ակտի ձևակերպում, կոմիտեում մի շարք բարեփոխումներ են իրականացրել, որ ժամանակակից դպրոցաշինությունն ավելի արագ ընթանա, կրճատելով փաստաթղթային ձևակերպումների ժամանակահատվածը։ Արեցինք տիպային մի քանի տեսակի նախագիծ եւ դա դրեցինք մրցույթի։ Սա հնարավորություն մեզ տվեց տնտեսելու ժամանակ մոտավորապես 1 դպրոցի հաշվարկով միջինում 6 ամիս կախված տեղանքից, պայմաններից փոխեցինք կարգավորումները եւ հնարավորություն ընձեռնեցինք, որ համալիր փորձաքննությունը եւ շմակ փորձաքննությունը զուգահեռաբար իրականացնեն։ Սա եւս բերեց միջինում 3 ամիս տնտեսում։ Այսուհետև շինարարության պատվիրատուն ու նախագծողը անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կարող են կատարել հենց շինհրապարակում։ Որոշ շտկումներ են իրականացրել նաև Բարձրաշենի միջնակարգ դպրոցի դեպքում։ Երեխաներն առայժմ հարևան գյուղի դպրոցում են սովորում, անհարմարությունները արագ կմոռացվեն, հենց որ սկսեն հաճախել ժամանակակից պայմաններով նոր դպրոցը։ Արդյունքում համայնքը կունենա ամբողջովին նոր նորմերին եւ ստանդարտներին համապատասխան դպրոցի շենք։ 4 մասնաշենքա նախատեսված է 288 աշակերտի համար։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմում է 1 միլիարդ 996 հազար դրամ։ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ իրականացվող բոլոր ծրագրերը ֆինանսավորվում են միայն պետական բյուջեի միջոցների հաշվին։ Շուրջ 40 միլիարդ դրամի աշխատանքներ են կատարվել միայն քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ եւ եւս 20 միլիարդ դրամ պլանավորվում է այս տարի իրականացվող աշխատանքների համար։ Կոմիտեում նախատեսում են պիլոտային ծրագիր իրականացնել, կիրառելով շինարարական նոր մոտեցումներ, կտնտեսեն եւ ժամանակը եւ գումարը։ 300 դպրոց կառուցելու ծրագիրն ամփոփելուց հետո դպրոցաշինությունը կշարունակվի այլ ծրագրերով։